Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 36 միլիոն դրամ։ 3 եւ ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 միլիոն դրամով, տվյալները փոխանցում էին ՊԵԿ-ից։ 2025-ի առաջին 3 ամիսներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով 835 հավաստագիր է տրամադրվել։ 38 ընտանիք հավաստագրով արդեն ձեռք է բերել անշարժ գույք, 20 ընտանիք էլ ստացել է աջակցություն իրենց գործող հիփոթեքային վարկերի մարման համար։ Այստեղ խոսքը շուրջ 100 միլիոն դրամի մասին է, որովհետև երրորդ բաղադրիչի դեպքում աջակցությունը միանվագ է եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 2 կամ 3 միլիոն դրամ միանվագ ուղղվում է մայր գումարի մարմանը։ 20 ընտանիքների մեջ կան այնպիսիք, որոնց վարկը ուղղակի զրոյացել է եւ նրանք այլևս չունեն ֆինանսական բեռ վարկային պարտավորությունից։ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի եւ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։ 2024-ի հունիսին Երևանում ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ ստեղծել կանխատեսելի ու կայուն հարկային միջավայր կողմերի գործարարների համար։ Փաստաթուղթը սահմանում է շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը, ինչպես նաեւ ներդնում է կողմերի հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման եւ վեճերի լուծման մեխանիզմներ։ Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներին պետք է հնարավորություն տրվի ուղղակիորեն պայմանագրեր կնքել արտադրողների հետ։ Այդպիսի սպառողների թվում կարող են լինել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք միացված են 6-ից 10 կիլովատ եւ ավելի, նաեւ ավելի քան 1 միլիոն կիլովատժամ հզորության լարման ենթակայաններին եւ նախորդ տարում օգտագործել են ավելի քան 12 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա։ Նման փոփոխությունը կավելացնի էլեկտրաէներգիայի գնորդների թիվը եւ հետեւաբար վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Իրանի արժույթը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, իջնելով $1 դիմաց 1 միլիոն ռիալի։ Սա նշանակում է, որ իրանական ռիալն ավելի քան 2 անգամ նվազել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի անցյալ տարի պաշտոնավարելուց հետո։ Այնուամենայնիվ, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Ամերիկայի կառավարությունը չի փոխել իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Գազայի հատվածում կանխիկ դրամի պակաս է առաջացել Իսրայելի կողմից թղթադրամների ներմուծման արգելափակման պատճառով, ինչը կաթվածահար է անում բնակիչների առևտրային գործունեությունը։ Անկլավում մարտերի ընթացքում ըստ Պաղեստինի ինքնավարության բանկերի մասնաճյուղերի մեծ մասը ոչնչացվել է։ Դեպոզիտներից անհետացել են կանխիկ միջոցներ շեքելով եւ այլ արժույթներով։ Գազայի հատվածում վերջին բանկոմատը փակվել է 2024-ի վերջին, երբ դրանում սպառվել է կանխիկ գումարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արդիականացնել ֆինանսների նախարարության վճարային համակարգերը։ Նահանգների առաջնորդը դրա վերաբերյալ հրաման է ստորագրել։ Նոր որոշումը թույլ կտա նվազեցնել թղթային չեկերի թափոնները, խարդախությունն ու չարաշահումները։ Հրամանն ուղղված է հնարավորության դեպքում դեպարտամենտին մղել վճարման օնլայն եղանակներից օգտվելուն։ Google Wallet-ը ներկայացնում է նոր գործառույթ, որը թույլ կտա երեխաներին ծնողների համաձայնությամբ անհպում վճարումներ կատարել խանութներում օգտագործելով իրենց Android հեռախոսները։ Երեխաները կարող են նաև օգտագործել Google Wallet-ը կցված անցագրերին, օրինակ միջոցառումների տոմսերին, գրադարանի քարտերին եւ նվերքարտերին հասանելիություն ունենալու համար։ Ծնողները էլեկտրոնային նամակ կստանան երեխաների կատարած յուրաքանչյուր փոխանցման մասին։ Այս թարմացումը կներդրվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Իսպանիայում եւ Լեհաստանում։ Ապահովագրական նոր համակարգ գյուղատնտեսության ոլորտում պետությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի մինչև 80% ու կաջակցի ապահովագրական ընկերություններին ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Ինչը որոշակի դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսության ոլորտում, հատկապես հացահատիկի մշակության ոլորտում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով բոլոր ուղղությունների վրա ապահովագրական պոլիսներ բացվի եւ հստակ ճիշտ աշխատանքի ճիշտ մեխանիզմներ կիրառելու արդյունքում այլապես կունենանք նախորդ տարիների վատ հետևանքները, ինչպես հիշում եք, որ գրեթե մեծամասնությունը սկսեցին օգտվել ապահովագրական ընկերություն, ճիշտ մեխանիզմների դեպքում այն խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման համար։
Նախորդ տարի Հայաստանում պիլոտային ձևով սկսվեց ապահովագրական process-ը եւ ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները ավելի շատ վնասով աշխատեցին, քան շահույթ ունեցան։ Արտասահմանյան ընկերություններն էլ հրաժարվեցին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություններ կատարել։ Այդ պատճառով այս տարի պետությունը իր ձեռքն է վերցրել ապահովագրականի գործառույթը, փորձում է սուբսիդավորել, ֆինանսավորել այդ գործընթացը։ Կառավարությունից նշում են, որ գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներ կան։ Գյուղ ոլորտը ապահովագրելու մասին որոշում կայացնելիս հայտարարվեց, թե կան մարդիկ, որ տեղյակ լինելով, թե որ հատվածներում է կարկուտ լինելու, հենց այդ հատվածում են ցանց կատարում, ծառ տնկում ու սպասում են, որ կարկուտն ավիրի բերքը իրենք էլ ապահովագրությունը ստանան։ Փորձագիտական համայնքն էլ ասում է, գյուղացին չի կարող իմանալ, թե կոնկրետ որ հատվածում է տարվա ընթացքում կարկուտ տեղալու եւ ընդհանրապես ոչ ոք դա չի կարող իմանալ, ուստի նման դեպքերի հնարավորությունը իրատեսական չէ։ Էկոնոմիկայի նախարարության առաջարկով կայուն համայնքներ ծրագիրը դեռ 2024-ի նոյեմբերին իրականացրել է Հանիմանի եւ Չիր ծրագրերը Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Շիկահող, Սրաշեն, Ճակատեն բնակավայրերի բնակիչների համար։ Հանիմանի ծրագրի մեղվաբույծների մասնագիտական զարգացում երկօրյա դասընթացը հաջողությամբ ավարտած 19 շահառուները ստացել են երկուական փեթակ եւ տեղեկատվական ուղեցույցներ փեթակներն օգտագործելու վերաբերյալ։ Այնուհետև կայուն համայնքներ ծրագիրը իրականացրել է չրագործության հիմունքներ թեմայով մեկօրյա դասընթաց, որին մասնակցել է Շիկահող բնակավայրի 20 բնակիչ։ Չրագործության հիմունքներ դասընթացի շրջանակում 14 շահառուի տրամադրվել է հինգական ջրի չորացման ցանց։